Նախորդ տարվա ընթացքում բարձրագույն դատական խորհուրդը տասնյակից ավելի վարույթներ է հարուցել դատավորների նկատմամբ, որոնց շրջանակում մի մասին հայտարարել է խիստ նկատողություն, մի մասին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նաև դատավորի լիազորություններ է դադարեցրել եւ այլն։ Նորմալ պրակտիկա է կմտածեն շատերը։ Այդ պրոցեսների օբյեկտիվության վերաբերյալ սակայն անցած տարվա ընթացքում բավականին ակտիվ բանավեճեր են ծավալվել։ Շատ մասնագետների համար տարակուսանք է առաջացրել խորհրդի անդամների ընտրության տրամաբանությունը։ Բարձրագույն դատական խորհրդի առանցքային պաշտոններում մինչ այս գոնե նշանակվում էին ոչ թե մարդիկ, որոնք, այսպես ասած, կադրային դատավորներ են, այլ ավելի շուտ քաղաքականացված քաղաքական պաշտոններ զբաղեցնող իրավաբաններ։ Ինչու է սա գրավել իրավաբանների ուշադրությունը, որովհետև լիազորություններից զրկվող դատավորները հաճախ աչքի են ընկնում հենց քաղաքական ենթատեքստով դատական գործերի վերաբերյալ ոչ իշխանահաճո որոշումներով։ Այսինքն կա ենթադրություն, որ վերջինները հեռացվում են դատական համակարգից ոչ օբյեկտիվ որոշումների հիման վրա։ 2022-ից 24 թվականը մի շարք դատավորներ համակարգից հեռացվեցին եւ որոնց մի մասի քվեարկությունը նաեւ անձամբ դուք եք իրականացրել որպես ԲԴԽ անդամ այն հիմքով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշումներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ դուք պատժեցիք այդ դատավորներին աշխատանքից հեռացնելով։ Հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն են դիմել այդ դատավորները եւ հաղթանակով վերադառնում են հերթով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ԲԴԽ-ին առնչվող եւս մեկ դիտարկում է արել 2025-ին, որն ըստ մասնագետների կասկածի տակ է դնում այս կառույցի օբյեկտիվությունը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ արդարադատության նախարարը, որը ի պաշտոն է լիազորված էր միջնորդելու կիրառել կարգապահական պատասխանատվություններ դատավորի հանդեպ, փաստացի գտնվում էին ըստ Եվրոպական դատարանի ընկերական հարաբերությունների մեջ, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ անկողմնակալությունը էական կասկածի տակ էին։ ԲԴԽ-ի ղեկավարները վերջին տարիներին հաճախ են հայտնվել քննադատության թիրախում, սկսած Գագիկ Ջհանգիրյանից, որի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը ժամանակին այդպես էլ իրավական գնահատականի չարժանացավ։ Կառավարության ղեկավարը դատական համակարգի բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին SMS-ով աշխատանքից հեռացնում է, որևէ իրավական կարգավորում բնականաբար այստեղ չկա։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դուք սա չեք դիտարկում ուղիղ միջամտություն դատական համակարգին։ Այսինքն բարձրագույն դատական խորհուրդը մի մարմին է, որը պետք է մի կողմից պաշտպանի դատավորի անկախությունը, մյուս կողմից թույլ չտա, որպեսզի դատավորները մարդու իրավունքների խախտումների գնան։ Բայց ոլորտի փորձագետների տեսանկյունից այդ գործիքները կիրառում է ընտրողաբար, երկակի ստանդարտներով։ Դիցուկ օրինակ ժամկետների ուշացման համար կիրառվող կարգապահականները, փաստաբանները տեսնում են, որ ոնց որ թե կան դատավորներ, որոնք ավելի շատ են ուշացնում դատավարական ժամկետները, բայց չեն արժանանում այս արձագանքին։ Վերջին տարիներին Հայաստանում իրավաբանների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորները մեկը մյուսի հետևից դիմում գրեցին եւ հեռացան համակարգից։ Ինչու բարձրագույն դատական խորհուրդը չփորձեց պարզել եւ հրապարակել այդ հեռացումների պատճառները, հարցնում են մասնագետները։ Գուցե այդ դատավորների նկատմամբ եղել էին ճնշումներ, որոնցից այդ մարդկանց պաշտպանելու գործառույթը հենց ԲԴԽ-ինն էր։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։